Here's my key, philosophy. A freak like me just needs infinity. Relax, take your time. Take your time to trust in me, and you will find infinity, infinity. Ողջույն, եթերում Drive News-ն է։ Այսօր, ինչպես հասկացաք, մենք կփորձարկենք մի մեքենա, որը արդեն վաղուց հասցրել է դառնալ շատ ու շատ երիտասարդների երազանք։ Եվ այսպես 2008 թվականի արտադրության Infiniti G37S։ Դե սա S մոդելն է, 37S-ն է։ Այն տարբերվում է սովորական 37-ից որոշ բաներով։ Օրինակ, բեռնախցիկի այս սպոյլերով Անվա հեծերը գալիս են արդեն գործարանային 19 դյույմ, դիմացի բամպերնը մի քիչ sense փոփոխված եւ ընթացային մասերում բավականին մեծ փոփոխություններ կան, որոնք օգնում են մեքենան ավելի կայուն պահել ճանապարհին, այսինքն տարատեսակ ստաբիլիզատորներ, մեղմացուցիչներ, մի խոսքով։ Ինչպես տեսնում եք, գործարանային 19 դյույմանոց անվա հեծերը փոխարինվել են այս գեղեցիկ Vossen անվա հեծերով։ Vossen-ը, ասեմ, շատ այսպես լյուքսային թանկարժեք եւ ահավոր գեղեցիկ եւ որակով անվասկավարակներ են, ես գժվում եմ իրենց համար։ Հենց այս մոդելը, այս անվասկավարակի մոդելը գործարանային դրվում է, եթե կարելի է դա գործարանային ասել, բայց Brabus-ի S-class Brabus-ի 222 թափքի վրա։ Ինչ, այս կապոտի տակ թաքնված է այս մեքենայի ուժային ագրեգատը, որը 3.7 լիտր աշխատանքային ծավալով զարգացնում է 333 դիաուշ հզորություն։ V6 ոչ մի ինչ-որ այսպես յուրահատկություն, ճապոնական V6, ինչպես արդեն հասկանում ենք, ճապոնացիները V6-ից այդքան էլ վատ չեն, ինչ-որ հետաքրքիր բաներ են կարողանում ստանալ։ Լավ, անցնենք հետնամաս մեքենայի բեռնախցիկը նայենք։ Բեռնախցիկը այնքան էլ մեծ չի, բավականին ցածր է այս մասը ու մեծ ինչ-որ բեռներ չես կարող տեղափոխել, նույնիսկ մեծ ճամփորդային պայուսակ չես կարող տեղավորել այստեղ։ Բայց դե սա սպորտ քար է ու ասեմ ավելին երիտասարդների համար նախատեսված ինձ թվում է, որովհետև ինքը մի քիչ այն ոգին այսպես ջահելական մեքենա է, էլի։ Ինչ որ կամ աղջկա, չնայած աղջիկներին չի կարելի նման հզոր մեքենա վստահել, բայց մի խոսքով ինքը այսպես երիտասարդի մեքենա է, որոնց կարծում եմ մեծ ինչ որ բեռներ տեղափոխել պետք չի։ Ինչ վերաբերում է արտաքին դիզայնին, շատ երկակի այսպիսի զգացողություններ առաջացնում այս մեքենան, թե դիմացից, թե հետևից, բայց կարծում եմ ավելի շատ որ դեպի դուր գալ, այսինքն ավելի շատ դուրս գալիս է այս մեքենան արտաքինից, ինքը sense մի տեսակ համ նուրբ, համ ագրեսիվ, բայց չէ, երևի դուրս գալիս է։ Դե ինչ, լավ, երկար բարակ դրսից այսպես չխոսենք, գնանք ավելի լավ է
փորձարկենք եւ գործի մեջ այսպես կարելի է ասել փորձենք այս մեքենան։ Տեսնենք ինչ է անում գործնականում։ Take your time to trust in me, and you will find infinity, infinity. Take your time to trust in me, and you will find infinity, infinity. Դե ինչպես արդեն ասեցի, Infinity 2008 թվականի արտադրության G37S 3.7 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ 333 ձիավուշ զորությամբ։ Վատ չի ասեմ, ես արդեն մի քիչ փորձեցի այս մեքենան, մի քիչ, հեչ վատ չի, ասեմ ձեզ, լավ այսպես կարողանում է տրամադրել, կարողանում է հասկացնել, որ ինքը գազանա, ինքը գիժա ու ասում է ինչ ուզում ես արա հետս, ես ամեն ինչի պատրաստ եմ այս մեքենան, այն մեքենաներից է, որ չէ բառը չունի, ինչ ուզում ես արա։ Լավ, եկեք հլը շատ առաջ չընկնենք, ինչպես միշտ, սկսենք սալոնից։ Նստելատեղը վատը չի, բավականին հարմար է, ունի կողքի այս ուռուցիկ բորտերը, որոնք ավելի սպորտային են սարքում մեքենան, արագության տակ շատ հարմար է շրջադարձերի ժամանակ։ Ղեկը հարմար է, մուլտի, այստեղ մի հատ մինուս կա, որը ես նկատել էի մեկ էլ Maserati Gran Turismo-ի մոտ։ Այս փոխանցումատուփի այս փոխարկիչները ղեկի հետ չեն պատտվում։ Այսինքն իրանք այսպես ֆիքսված են պանելի վրա ու երբ թեքում ես այսպես, թեքում ես ղեկը, ինքը մնում է նույն տեղը։ Այսինքն երբ որ դու կատարում ես շրջադարձ, դու այդ ընթացքում չես կարող ձեռքով փոխարկում կատարել։ Ստեղով պետք է, այսինքն այս գլխիկով պետք է կատարես։ Իսկ դա մի քիչ չեմ հասկանում ինչ են մտածում ինժեներները, էլի, այտենց բան նախագծելուց։ Բայց ընդհանուր առմամբ դա երևի փոխանցումատուփը վատը չի։ Ճիշտ է, մի քիչ դանդաղ է, մի քիչ որ մի քիչ դժվար է քեզ հասկանում։ Չնայած գազի ոտնակը բավականին լավ է զգում, ինչ ես ուզում։ Այսինքն այսքան սեղմեցիր, ինքը հանգիստ ռեժիմը, մի քիչ ավել սեղմեցիր, ինքը միանգամից հասկանում է։ Դա համ հզորությունն է թույլ տալիս այդ անել, համ փոխանցումատուփը վատը չի կարելի ասել։ Չնայած բողոքները շատ են այդ փոխանցումատուփի հետ կապված։ 7 աստիճանը լինում է նույնի 6 աստիճան մեխանիկականը։ Չգիտեմ լավն է թե վատ, ոչինչ չեմ կարող ասել։ Մեքենան keyless է, որը չունի բանալի, դու պարզապես այդ չիպը պահում ես քո գրպանում, մոտենում ես մեքենային, դռները բացվում են, այս կոճակով շարժիչը գործի ես գցում, անջատում ես, մի խոսքով բանալի կարիք չկա։ Ունի բարձրակարգ մուլտիմեդիա համակարգ, չնայած մոնիտորը այդքան էլ լավը չի։ Ինչ որ ինքը համ սենսոր չի, միայն այս կոճակներով աշխատում։ Համ մի քիչ այն չի էլի, չգիտեմ, չեմ խորանում, չեմ մանրանում, որովհետև ինձ դա առանձնապես չի հետաքրքրում։ Sound system-ը բարձրակարգ է, դա S մոդելի վրա է գալիս, Boss-ը։ Boss բարձրախոսներ են, բավականին որակով, բավականին բարձր։ Այստեղ ունենք լյուկ, որը, ասեմ ձեզ, մի քիչ հասակով բարձր մարդուն խանգարում է։ Ես հասակով ցածր եմ, ես խնդիր չունեմ, բայց օրինակ օպերատորս հիմա խփում է իր դոշին, ասում է ես քիչ առաջ մեր ռեժիսորն էր նստել, ինքը
միշտ էլ բավականին բարձր հասակով եւ այս լյուկը խանգարում է, բայց դու չես կարող չպատվիրել այս լյուկը, այսինքն ինքը չես կարող իրեն որպես օպցիա չվերցնել, որովհետեւ այսպես ասած full տարբերակում, այս տարբերակում գալիս է միայն լյուկով։ Օրինակ այս բարձակը ես չգիտեմ ինչ նյութից է պատրաստվում, բայց կարծեմ բոլոր ինֆինիտիների մեջ կա ինքը ինչ որ կաշի չի, բայց չգիտեմ ինչ որ փափուկ պլաստիկ ոնց որ լինի, այս կողքերն էլ ինչ որ չգիտեմ, շատ տարօրինակ ինչ որ նյութ է, բայց տեսեք այստեղ այդ փափուկ կտորն է, փափուկ պլաստիկն է, որը այսպես գալիս է, շարունակվում է, հետև արդեն սովորական չոր կոպիտ պլաստիկ է։ Ինչի չեն շարունակել, չեմ հասկանում, ես ձեզ լսում եք։ Հա։ Ինչի են էկոնոմիա արել, չի կարելի էլի տենց բաների վրա էկոնոմիա անել։ Այն էլ որ Infinity-ն համարվում է Nissan-ի, այսպես լյուքս տասը, հա, ընդհանուր հաճելի է, մեքենայի մեջ հաճելի է, վարելը հաճելի է։ Ինձ ասեմ, ահավոր դուր եկավ մեքենայի կառավարելիությունը։ Շատ կառավարելի է, շատ լսող է, ահավոր լավ զգում է ճանապարհը, ղեկի յուրաքանչյուր շարժում շատ լավ է իրան պահում։ Իրոք զարմացած եմ։ Ես Infinity-ներից օրինակ վարել եմ միայն FX-ը, FX35-ը։ Չգիտես ինչի, ես մինչև այս մեքենան նստելը մտածում էի, որ էլի նույն ոճի է լինելու, նույն ինչ-որ էլի Infinity, մի տեսակ, չգիտեմ, դուրս չէր գալի էլի։ Բայց նստեցի այս մեքենայի ղեկին ու հասկացա, որ ինքը շատ ուրիշ է։ Ոչ մի բանով ինքը նման չի։ Ճիշտ է, բնական է, ասենք մի ճանկապ բաներ եմ համեմատում, crossover-ը, sport coupe-ի հետ եմ համեմատում, մի ճանկապ է, բայց մտածում էի Infinity է ու նույնը կլինի շատ բաներ, բայց չէ։ Ու լավ է որ նույնը չի, որովհետև FX-ը շատ թերություններ ունի, որոնք ինձ չեն գալիս։ Մեքենայի գաբարիտները, չափերը բավականին մեծ է, ինչքան էլ որ ինքը սենց շիրուն-միրուն, սենց ոնց որ աղջիկ լինի, սենց թիթիզ աղջիկ, բայց ինքը շատ մեծ է ու իրան հարմարվել է պետք է հարմարվել, այս կապոտի երկարությունը նամանավանդ, որ ինքը կլոր է, այսպես երեք կողմից կլորավուն է, դու չես կարողանում հասկանալ որտեղ է ինքը վերջանում, ինչ-որ եզրերը մեքենայի հատվածները, վերջույթները չես հասկանում, ու չգիտես հիմա կմտնես տեղ, թե չէ կարողա այդ, չգիտեմ, բամպերը մի քիչ դուրս եկած է, այս մասը ուռած է կողքերը, եսի ինչ են, մի քիչ անհարմար է, բայց էլի սովորելու վրա է։ Ճիշտ ասած, ես նկատեցի, որ չունի հետևի տեսախցիկ, հետևի տեսարանը զննող տեսախցիկ, որը մի քիչ այդքան է լավ չի, որովհետև հետևի ապակին փոքր է, հետընթաց կատարելուց, չգիտեմ, մի քիչ անհարմար է։ Բայց լավ, տենց մանր բաների վրա չենք կախվում, որովհետև դե այ քեզ բան։ Ուրիշ շատ լավ ավտոներ կան, որոնք ընդհանրապես հետևի ապակին այսքան է ու ոչինչ չի երևում ու հետևի կամերա չունեն։ Օրինակ X6-ը։ Ինչի մենակ X6-ը, CLS-ը Mercedes-ի։ Ընդհանուր առմամբ, որ մի քիչ վարում ես մեքենան, սովորում ես, էլ չի նեղում, չափերը, գաբարիտները չեն նեղում։ Արդեն ոնց որ ընտելանում ես, էլի հասկանում ես ինչը որտեղ է, այսպես, մենակ երևի կապոտի երկարությանը մի քիչ դժվար ես սովորում, բայց դա էլ է ժամանակի հարց։ Մի երկու անգամ որ գնաս խփես պատի, հաստատ արդեն ամեն ինչ տեղը կգնի։ Դե ինչպես արդեն ասեցի, ու ես
շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ մեքենան միայն երիտասարդների համար է։ Երիտասարդ թե աղջիկների, թե տղաների։ Մինչև, չգիտեմ, երևի մինչև 35 տարեկան, կարծում եմ։ Որովհետև դե իրոք շատ ուրախանալու, ինչ-որ ժամանակ անցկացնելու, չգիտեմ, թիթիզ դեղեր գնալու մեքենա է։ Ինչ վերաբերում է հզորությանը, զարմանալիորեն այս 3.7 լիտրանոց շարժիչը իրոք զարմանալիորեն լավ տանում է այս 1.8 տոննայանոց մեքենային։ Նայում ես իրան, քեզ թվում է ինքը ոնց որ պլաստիկից լինի, sense պլաստմասայից լինի ու թեթև մեքենա պետք է լինի, բայց չէ, ինքը իրոք ծանր մեքենա է, բայց շարժիչը շատ լավ է իր դերը կատարում։ Այստեղ հենց գործարանային կա բլոկավորվող դիֆերենցիալ, որը կոչվում է LSD, այս մեքենայի վրա կոչվում է VLSD, Limited Slick Differential, խնդրում եմ չխառնել թմրանյութ LSD-ի հետ, դա ոչ մի կապ չունի։ Դա պարզապես կոչվում է սահմանափակ շփման դիֆերենցիալ, որը պարզապես գիտեք ինչ անում, sense ուրախություն է տալիս ու քեզ ստիպում է անընդհատ շրջադարձերին, հետադարձերին անընդհատ գազը մի քիչ գազի ոտնակը ավել սեղմել, որպեսզի մեքենան գնա կողքի։ Ուրիշ ձև չի ստացվում, մի տեսակ sense չգիտեմ, անընդհատ ուզում ես սեղմես, անընդհատ ուզում ես մեքենան կողքի, այսպես սղա, անընդհատ ուզում ես ինքը դրիֆտի մեջ լինի ու ասեմ, որ մահ է ինքը դրիֆտի համար։ Իհարկե ոչ պրոֆեսիոնալ, էլի պարզապես այսպես խուլիգանական եւ փողոցային պայմանների համար։ Չէ, լավ մեքենա է, ահա, Subaru Legacy։ Ապեր։ Չէ, չեկավ երիտասարդը, ափսոս։ Բայց լավ տղա էր երևում, կարար գար, մի քիչ ուրախանայինք, բայց չէ, լավ չի կարելի, մենք օրինապահ քաղաքացիներ ենք եւ առավել եւս վարորդներ, պաշտոնական տվյալներով խառը ցիկլում տված է մոտավորապես 13 լիտր։ Հավատաս չի գալիս խառը ցիկլում։ Ինձ թվում է 20-ը այս մեքենայի այն քաղաքային պայմաններում 20-ը այդ կա ինչ որ առանձնակի ուժ ներդնել պետք չի 20 լիտր ծախսելու համար։ Խնդրեմ, ուզում ես շրջադարձի ժամանակ փոխանցում իջնես ներքև, չգիտեմ ոնց պետք է անես, բայց ես մի կերպ արեցի, բայց շատ անհարմար է, էլի շատ է շեղում։ Բայց ընդհանուր օրինակ ինձ դուր եկավ մեքենան, ես իրոք զարմանում եմ, որովհետև ես էլի եմ ասում, շատ սկեպտիկ է, էլի, այսպես տրամադրված իր մասին, բայց չէ, ուրախությունն ապահովված է այս մեքենայով, լուրջ եմ ասում։ Ինքը շատ հայերեն չգիտեմ, բայց շատ շուստրի մեքենա է, սենց չես նեղվում ընդհանրապես, չգիտեմ, երբ պետք է արագ գնա ինքը դա անում է, խնդիր չունի, չի մտածում, պետք է պետք չի, չէ, ինքը անում է։ Այս մեքենայի ձայնը Infiniti-ների ընդհանրապես եւ Nissan 350Z-ի մի հատ խայտարակ ուրիշ ձայն է։ Ոչ մի մեքենայի հետ չես շփոթի։ Գիտեք ինչա, չգիտեմ ոնց են իրանք ստանում, բայց ուրիշ մեքենա իրոք չկա սենց ձենով։ Շատ յուրահատուկ, ոչ շատ բարձր է, ոչ ցածր է, ինքը սենց այն բարխտնի բառը իսկական իր համար է։ Շատ բարխտնի, սենց փափուկ ու համել սենց բասով, համ խրփոտ, մի խոսքով շատ հետաքրքիր ձայների համադրություն է ինքը, որը մահ է, ուղղակի մահ է։ Ով մի անգամ գոնե լսել է Infiniti-ի ձայնը, ինձ կհասկանա։ Ու չեմ կարծում, որ կասի տենց չի։
Խնդրեմ։ Լուսացույցի տակից ստարտ անիվները սկսում է վառել։ Ու ասեմ, որ այս մեքենայի վրա ամենաթանկը ինչ ձեր վրա նստելու է, եթե իհարկե դուք ունենաք նման մի բան, դա լինելու են անիվները։ Որովհետև իրանք միշտ վառելու են, միշտ իրանց տակից ծուխա դուրս գալու։ Սա հələ իմ մեքենան չի։ Ես մի քիչ խղճով եմ մոտենում էլի նրան եւ ես հավես չունեմ մեծ ծախսերի տակ ընկնելու։ Դե իհարկե իմ բախտը բերել է, քանի որ գործի բերումով դե չի ստացվում, որ ես մեքենաների հետևը նստեմ։ Կարծում եմ դա լավ է։ Բայց մենք մի հատ օպերատոր ունենք, ում բախտն էլ այդքան էլ չի բերել, ով գործի բերումով մենակ մեքենայի հետևն է նստում։ Ու միշտ ինքը դժգոհ դեմքով է ժողովուրդ։ Միշտ։ Մենակ այն թանկարժեք, այն լյուքսային, չգիտեմ, S կլասեր, E կլասեր, այ Maybach-ը, որ փորձարկում էին, գիտեք ինչ գոհ էր, աշխարհի ամենաուրախ մարդն էր ինքը։ Բայց եւ վերջ, այդ մի անգամն է եղել։ Մնացած անգամները դեմքից դոդոկի ձեն է գալի։ Ինչ կարելի ասել այս մեքենայի մասին։ Ճապոնական է։ Գերմանական որակը չունի։ Շատ բաներում թերանում է։ Թե պատրաստման նյութերի որակը, մի խոսքով, շատ թերություններ ունի մեքենան, բայց անձամբ ես, օրինակ, պատրաստ եմ իրան ներել իր բոլոր թերությունները։ Իր բոլոր թերություններով հանդերձ ես իրան սիրեցի։ Ես իրան պատրաստ եմ ներել իր երևի թե արտաքինի եւ իր այդ ընթացքի, այդ հզորության ու խելամիտ պահվածքի համար։ Դե ինչ, դրայվ նյուզներ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մեքենան keyless է, այսինքն բանալի, չէ, այսինքն էլ չեմ ասել։ Այստեղ ունենք լյուք։ Yeah.